ծայրաստիճան հետապնդումներ են ենթարկվում։ Այսօր արձանագրված փաստ ունենք, որ մեր երկրում տասնյակներ են քաղաքական բանտարկյալները։ Ընդհանուր առմամբ ինչ է կարևոր խորհրդարանական լսումը։ Խորհրդարանական լսումը հենց ընդդիմության շատ է մեր հանրության մեջ բազմատուկ են մարդիկ, ովքեր այդ բազմատուկ քննարկումներին ծիրում եք գտնվել, թե ինչու պետք է ընդդիմությունը ներկա լինի խորհրդարանում։ Սա այն կարևորագույն գործիքներից մեկն է, որի միջոցով մենք հանրությանը կարող ենք հասցնել, թե ինչ է մեր երկրում կատարվում։ Հատկապես այդ պարագայում, երբ այսօրվա իշխանությունը պարբերաբար պնդում է, որ մեր երկրում քաղաքաբանտարկյալներ չկա, միջազգային հանրության կողմից արձագանք չկա, մինչդեռ ես այնքան էլ համակարծիք չեմ, վերջին ԵԽԽՎ նիստը, որը Երևանում կայանում էր, կհիշեք, իրենց ԵԽՊատգամավոր պարոն Ամորին կատարեց արձանագրում։ Նա հստակ արձագանքեց, որ իրենք հետևում են հայաստանյան իրադարձություններին եւ իրենց համար տարակուսելի է մարդու իրավունքների նկատմամբ միջամտությունները։ Ու նաեւ ընդգծեց, որ սա կարող է խոչընդոտ լինել դեպի Եվրոպական միություն բաղձալի ճանապարհին։ Իմենը այնտեղ գլխավոր դատախազին նամակ էր հանձնվել, որպեսզի վերջինիս եւս մասնակցած լսումներին դատախազությունից հայտնել են, որ Աննա Վարդապետյանը աշխատանքային ծանրաբեռնվածության մեջ է, բայց նկատելի է, երբ օրինակ ոչ այս թեմայով, բայց լսումներ խորհրդարանում հրավիրում է քաղաքացիական պայմանագիրը, Աննա Վարդապետյանը գերազանցիկ աշակերտի նման առաջին այստեղ լինում է։ Սա ընտրողական մոտեցում չէ այս կառույցի ղեկավարի նկատմամբ, որը պետք է որ անկախ լինի սահմանադրորեն մյուս օրենսդիր մարմնից կամ գործադրից։ Ասեմ ավելի շատ տարակուսել է նման վերաբերմունքը, որովհետև մենք ինչքան էլ մեր իրավական պետության ծիրից հեռացել ենք, մենք խորհրդարանական կառավարման ձև ունեցող պետություն ենք։ Ըստ մեր սահմանադրության, որը 15 թվականին ամրագրեց այս կառավարման ձևը, գործադիր իշխանությունը առհասարակ բոլոր պետական մարմինները հաշվետու են խորհրդարանին, ու խորհրդարանն է ամբողջ պետական համակարգի նկատմամբ հիմնարար վերահսկողական գործառույթ ունեցող մարմինները։ Ոչ թե սա պետքա լիներ կամ արտահայտություն, այլ հրավիրված խորհրդարանական լսումը պետք է պարտավորեցներ բոլոր մարմիններին, այդ թվում իրավապահ մարմինների ղեկավարներին, գալու, ներկա գտնվելու, մարդկանց հուզող հարցերին պատասխանելու, արձագանքելու եւ իր դիրքորոշումը ներկայացնելու։ Շատ մտահոգիչ է, որ տիկին դատախազը հարմար չի գտել ներկա գտնվելու, իհարկե շատ ցանկալի կլիներ ու նաև այս լսումների արդյունավետությունը կբարձրանար, եթե այլընտրանքային դիրքորոշումներ լիներ, եթե իրենց համար լսելի լիներ այս կողմի դիրքորոշումները եւ հնարավոր է մի շարք հարցերի շուրջ գային ընդհանուր կողմերը եզրահանգման, բայց նաև պետք է արձանագրենք, որ հենց քաղաքաբանտարկյալների արկայությունը մեր երկրում նաև իրավապահ մարմինների գործուն ներգործության հետևանք է։ Վերջերս երբ այս թեմայով քննարկում էր ազնաժողովը պետաիրավական ԿՊ պատգամավորներից մեկն ասաց, որ եթե լինեին քաղաքաբանտարկյալներ, ապա միջազգային կառույցները կարձանագրեին իրար։ Հիմա կարող ենք սա համարել, որ եթե արձանագրում չկա, ուրեմն քաղաքաբանտարկյալներ չկան եւ այդ արձանագրումները ինչու են նշանում։ Բնականաբար ոչ չենք կարող համարել, ես կարևոր արձանագրում անեմ, իրենք անդադ հողում են կատարում միջազգային կառույցների կողմից արձանագրմանը, ես արդեն կոնկրետ մեկ դեպք ներկայացրեցի, որ արդեն միջազգային կառույցները ազդակների պատասխանում է։ Հնարավոր է նաև երկուսել, մեր ընդդիմադիր ուժերից եւ հասարակության պասիվության հետևանք է, որ արձագանքները ավելի քիչ են ու ակտիվ վրա չեն հասնում։ Այս խորհրդարանական լսումները պետք է այն ազդակը լինեն, որի հիման վրա մենք բոլորս կակտիվանանք, բոլոր խողովակներով անընդմեջ կփորձենք հասցնել թե միջազգային կառույցներին, թե մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, թե ներառական կդարձնենք մեր ներքին լսարանին տեղի ունեցողը։ Եվ շատ կարևոր արձանագրում է, որ դեռևս քաղաքաբանտարկյալների գործերը քննության փուլում են գտնվում, շատերը անգամ կարճվել են, ոմանք արդարացվել են վերջին 5 տարիների ընթացքում, բայց ընդհուն մեր հանրության ուշադրության ներքո գտնվող գործերը դեռ գնալու են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ծանոթ լինելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկային, ես համոզված եմ, որ ՄԻԵԴ-ի կողմից արձագանքները միանշանակ են լինելու, սակայն ցավալի է, որ այդ հետևանքները մեր պետությունն է կրելու եւ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս ենք կրելու։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, երբ մարդը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ինչքան էլ մի հետը գնահատում տա, ինչքան էլ դրամական փոխհատուցում լինի, մարդու այն քայքայված, կորսված առողջությունը, ժամանակը,
հետևանքային են լինելու ու անվերականգնելի են լինելու։ Դա է մեծագույն կորուստը, որոնք կրում են քաղաքական բանտարկյալները իրենց խղճի համոզմունքների ու ընդդիմադիր հայացքների համար։ Սամվել Կարապետյանի կրկին երկարաձգվեց եւ այսպիսի բազմակցություններ կան նոմրում եւս ոչ խնդիր է դրված մինչեւ ընդդիմություններ նրան կալանքի տակ պահել։ Որքան կարող է կալանքը անընդհատ երկարաձգվել։ Սամվել Կարապետյանի գործը արդեն մեր երկրում նաև արդեն համաշխարհային իրավունքի շրջանակներում աննախադեպերի շարքին է դասվում։ Պարոն Կարապետյանի կալանավորման հիմքում մեկ հոդաբաշխ նախադասություն հիմնավոր իրավապահ մարմինները չեն կարողանում ներկայացնել։ Եթե հետևոք համոզված եմ, բոլոր գործընթացին հետևում եք, ինչ տեղի ունեցավ։ Ընդհանրապես մեծանուն բարերարը չանցավ անանցելին, իր համար կարմիր փիծ տրորվեց, կանգնեց եկեղեցու կողքին, ընդհանրապես մեկ նախադասության աջակցության խոսք ասելով։ Անմիջապես հետևեց գործադիր իշխանության ղեկավարի Facebook-յան գրառումները։ Նույն օրը սա արդեն ուղղորդում է իրավապահ մարմիններին ու անգամ այնքան էր այդ ներվը, ու ազդեցությունը գործադիր իշխանության կողմից այդ քաղաքական միջամտությունը այնքան ակնհայտ էր, որ իրավապահ մարմիններին ֆորմալ ձևական առումով նույնիսկ ժամանակ չտրվեց իմիտացիա անելու, որ այս մարդու խոսքերին հետևել են որոշակի գործողություններ ու դրա հիմքով հանցակազմ է արկա։ Անմիջապես մարդուն նույն օրը իրավապահները հրոհեցին առանձնատունը ու անգամ ինքնակամ ներկայանալու պարագայում Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց ու ես նույն օրը, երբ այս process-ը տեղի էր ունենում դատարանի բակում, մեկ միտք հնչեցրեց, ասի կտեսնենք հիմա ինչպես են փողերի լվացման դրվագներով գործեր ավելանում, տնտեսական հանցագործություններ ու զուգահեռ մարդու տնտեսական իրավունքի հիմնարար ոտնահարվում այդ ազգային ժողովի սրտին վարչապետը հեծի ազգայնացման գործընթացի մեկնարկը տվեց, մենք զուգահեռ արդեն երեկվա հայտնի տեսագայնագրությունը տեսանք ինչպես է մեր երկրի վարչապետը հեծի ժամանակավոր պաշտոնակատարի հետ նստած քննարկում հեծի ներքին գործերը, որակումներ տալիս սեփականատերերին ու կոնկրետ որակում տվեց էլի հանցագործին, ասում սա փողերի լվացում է։ Մեր երկրում այս իշխանությունը չեղարկել է ամենակարևորագույն հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը։ Անմեղության կանխավարկածը, ասում են, մարդը համարվում է անմեղ իրեն մեղսագրվող արարքում, քանի նրա մեղքը հիմնավորող ուժի մեջ մտած դատական ակտ չկա։ Այս պարագայում այս իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնատարանցիկ իրենց թույլ են տալի աճ ու ձախ մեղադրանքներ հնչեցնել ու վերդիկներ հրապարակել կանխավ միջ գործը դատավարության ընթացքում է։ Արդեն ընթացքում են մեղադրանքներ առաջադրվել, ոչինչ չի զարմացնի, հատկապես վերջին ֆարսաժային արդարադատության դրսևորումից հետո երևի տեղեկացել եք, մեկ օրում վճռաբեկ դատարանը հրապարակեց վճիռ, այդ նույն օրը վճռաբեկ դատարանից գործը գնաց Սամվել Կարապետյանի քեյսով։ Գլխավոր դատախազություն մուտք եղավ, ելք եղավ քննչական կոմիտե մուտք եղավ, մակագրվեց քննչական խմբի ղեկավարը։ Նույն օրը քննչական խմբի ղեկավարը այդ 100-ից ավել փաստաթղթի հանգամանքներին, վերլուծություններին ծանոթացավ, հասցրեց նույն օրը կազմելու պատասխանը, միջնորդությունը պատրաստելուց հետո հասցրեց քննչական կոմիտեից տանելու հակակոռուպցիոն դատարան մուտք անելու։ Բնականաբար սա ինչու եմ ասում, ֆարսաժային արդարադատություն, որովհետև ամբողջ մեր հարավային Կովկասում ամբողջ աշխարհում նման դեպք չի գրանցվել, որպեսզի մի իրավապահ մարմնի ներկայացուցիչ այդպիսի մտավոր եւ ֆիզիկական հնարավորություն ունենա ծանոթանալու եւ արձագանքելու նմանաբնույթ փաստաթղթի։ Սա հերթական դրսևորում է, հետևանք ես թողնում եզրակացություններից ես, ոնց էր հնարավոր ֆիզիկապես այս ամենը կազմակերպելու։ Ակնհայտ է, որ կազմակերպման հիմքում տարանկալելի եւ շատ մութ փոխհարաբերություններ են, որոնք իրավապահ մարմինները իրենց պետք է թույլ չտան։ Ու ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի գործը ծայրաստիճան քաղաքականացված է, նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, պայմանավորված օրվա իշխանության վախերով առ Սամվել Կարապետյանի անձ։ Ու մեկ կարևոր հանգամանք նշեմ, զավեշտ է նաև այս իշխանության ներկայացուցիչների դեպքերով, երբ իրենք թիրախավորում են պարոն Կարապետյանին, մի նոր բնագավառ են գտնում թերություն որակելու, ի հայտ է գալու մի նոր չբարձրաձայնված բարեգործություն, ու այդ նոր բարեգործությամբ հակառակ էֆեկտ են ստանում։ Այսինքն մարդիկ ստիպված են գույքագրել իրենց արած բարեգործությունները մեր երկրում, որպեսզի կարողանան այս իշխանության մանիպուլատիվ որակումներից ինքնապաշտպանվել։
նշեց, որ իրենք որոշումը չեն կայացել դատարանի, դրա փոխարեն այն հրապարակվել է եւ միայն քննիչին է արկա։ Խնդրում եմ արտադրել նաեւ այս անգամ։ Դե դա եւս մեկ զավեշտ էր, որը միջազգային ատյանները անպայման որպես փաստական հանգամանք կանդրադառնան, հասկանում եք ինչ տեղի ունեցավ։ Գործը քննվում էր, հերթական կալանքի միջնորդություններ քննվում, այս միջնորդության գործը քննվում էր հերթական, կալանքի միջնորդություններ քննվում, այս միջնորդության քննության ընթացքում հայկական ժամանակ օրաթերթը, որը ոչ ոքի համար հայտնի չէ, որ իշխանական աղբյուրներին է հարում եւ իշխանական ընտանիքին է պատկանում, տալիս է վերդիկտ, ասում է, որ Սամվել Կարապետյանի կալանքը շարունակվում է եւս 2 ամսով։ Դա իրականում էլի կրկին հերթական աննախադեպն է ու կարող է մեր հասարակության արդեն սովորեցրել են այդ աստիճան հակաիրավական գործընթացների, բայց հավատացեք նույն Սամվել Կարապետյանի գործով ներգրաված միջազգային իրավունքի փաստաբանները յուրաքանչյուր դրվագից հերթական ստրեսն են ապրում, որովհետև անգամ այն ավտորիտար ռեժիմի պետություններում, որտեղ իրենք գործ են ունեցել, այդ բնույթի բացահայտ հետապնդումները մի փոքր ավելի փորձում են խուսանաված իրականացնել։ Շնորհակալ եմ։